Ապրիլի 1-ից լույս 2-ի գիշերը ես գտնվում էի իմ աշխատասենյակում, տեղեկություն էի ստացել հակառակորդի որոշակի շարժի մասին։ Ես հրավիրել եմ իմ մոտ բանակի հրամանատարին գեներալ Մնացականյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին գեներալ Արամյանին եւ ոստիկանապետ գեներալ Աղաջանյանին այդ տեղեկությունը քննարկելու։ Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ դա լինելու է նրանց կողմից իրականացվող գործողություններից մեկը, փոքր ինչ շեշտադրմամբ, որ կարող է տարբերվի նախորդ գիշերների գործողություններից ծավալների առումով։ Այդպես ենք ավարտել մեր քննարկումը, ստեսություն հայտնելով մեկնել ենք տուն իբրև հանգստանալու, թեկուզ եւ մեզ հետ միասին պիտի մեկներ տուն բանակի հրամանատարը, այնուամենայնիվ նա մեկնել է պաշտպանության բանակ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու։ Նա հրավիրել է իր պատասխանատուներին այդ ստուգումները իրականացնելու համար եւ այդ ընթացքում մինչ այդ ստուգումները նա իրականացնում էր, Ադրբեջանը սկսում է աննախադեպ լայնածավալ ռազմական գործողությունները։ Երբ արդեն տեղեկանում եմ այդ մասին, մեկնում եմ շտաբ եւ առաջի տեղեկությունը ստանում եմ բանակի հրամանատարի տեղակալից գեներալ Կարապետյանը արդեն գտնվում էր ճակատային հատվածում, նա ինձ հաղորդում է տեղեկություններ տվյալ պահի իրավիճակի մասին եւ հասնելով բանակի ղեկավարման հրամանատարական կետ ծանոթանում եմ օպերատիվ իրավիճակին, քանի որ այդ նույն ժամին ինձ հետ այցելում են շտաբ ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ ոստիկանապետը, տալիս է մի շարք կարգադրություններ, հանձնարարություններ, իսկ բանակի հրամանատարին հրամայում եմ ոչ թե իրականացնելու, դիմադրելու, դիմակայելու գործողություններ, այլ հրամայում եմ կասեցնել հակառակորդի գրոհը, նպատակ հետապնդելով ոչնչացնելու նրա կենթանի ուժն ու միջոցները։ Ամսի 2-ին ես պիտի մեկնեի Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում արտասահմանում աշխատանքներ իրականացնելու եւ այդ օրը մենք նաեւ նախապատրաստել ենք Երևանում ցուցահանդես փառատոն կազմակերպելու եւ բացակայում էին հանրապետությունից վարչապետը, փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանը, մի շարք նախարարներ, բազմաթիվ գործարարներ եւ նրանց բացակայությունը այդ պահին լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում մեզ համար, որովհետեւ հրետակոծվում էր Թալիշը, Մադաղիսը, Մարտակերտը եւ մենք խնդիր ունեինք այդ նշված բնակավայրերի եւ Մարտակերտ քաղաքի բնակիչներին, խաղաղ բնակիչներին անվտանգ տեղահանելու, տեղափոխելու։ Արտակարգ իրավիճակների ծառայության եւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարության հետ իրականացնում ենք այդ աշխատանքները, տեղահանում ենք մեր խաղաղ բնակիչներին եւ երբ ես արդեն համոզում եմ, որ իրավիճակը ինչ որ չափով կանոնակարգված է, հատկապես սահմանի հատվածում, մեկնում եմ նախագահական նստավայր, հրավիրում եմ անվտանգության խորհրդի նիստ, վերահաստատում եմ գիշերվա ընթացքում իմ կողմից ընդունված կայացրած որոշումները եւ նիստի ավարտից հետո նիստի մասնակիցների մի մեծ մասը մեկնում են ճակատ համապատասխան առաջադրանքներ կատարելու, համապատասխան միջոցառումներ իրականացնելու։ Միջազգային հանրությունը տվել է գնահատականներ այս իրադարձությունների հետ կապված, եղել են տարբեր գնահատականներ։ Եղել են կոշտ գնահատականներ, եղել են գնահատականներ, կոչեր ուղղված կողմերին, որից մենք չենք կարող բավարար լինել, որովհետև այս տարիների ընթացքում մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը ավելի դիպուկ գնահատականներ տալու։ Ինչպես նաև մատնանշում ենք, որ այն վտանգը, այն երևույթը, որը տեղ է գտել մեր հարաբերություններում ադրբեջանցիների պահվածքի հետ կապված, դա վտանգ է ուղղված ոչ միայն հայերի նկատմամբ, ոչ միայն Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, այդ վտանգը հավասարաչափ սպառնում է նաև միջազգային հանրությանը։ Կարծում եմ նրանք միգուցեև ինչ որտեղ համոզված են ներքուստ, բայց հայտարարությունների առումով մենք չենք կարող ասել, որ բավարար ենք նրանց հայտարարություններից կամ նրանց գործողություններից։ Որովհետև միջազգային հանրությունը նման դեպքերում կիրառում է այն անհրաժեշտ բոլոր միջոցները եւ գործողությունները
այդպիսիներին կարգի հրավիրելու։ Նրանք անգամ իրականացնում են ռազմական գործողություններ նման վտանգների դեպքում, որովհետև այդ պահվածքը նման դրսևորումները նրանք որակում են որպես քաղաքակիրթ աշխարհին համամարտկային արժեքներին վտանգ ներկայացնող երևույթներ եւ ոչնչացնում են այդպիսիներին։ Իսկ այնինչ տեղ է գտել Ադրբեջանի կյանքում ոչ պակաս վտանգ է, քան այնինչ մենք տեսնում ենք աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես ծայրահեղականների հետ կապված, ահաբեկիչների հետ կապված։ Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը վերանայի իր վերաբերմունքը Ադրբեջանի հետ կապված։ Առանց Արցախի հանրապետության մասնակցության անհնարին է այս հիմնախնդիրը լուծման արժանացնել, որովհետև չկա մի հավանական զարգացում, որպեսզի առանց մեր մասնակցության այս խնդիրը ստանա իր լուծումը։ Այդպիսի բան չի լինելու։ Իհարկե, ունենալով այդպիսի հստակ մոտեցում հիմնախնդրի լուծման հետ կապված, միաժամանակ մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ մեզ համար մի քանի անգամ նախընտրելի է խանգարված ձևաչափով բանակցությունները, քան պատերազմական գործողությունները։ Բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքորոշումից։ Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր սկզբունքից։ Դա չի նշանակում, որ մեր տեսակետը հիմնախնդրի լուծման հետ կապված փոփոխության է ենթարկվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մենք փորձելու ենք ազդելու հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որպեսզի Արցախը լինի այդ բանակցային գործընթացի լիարժեք կողմը։ Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, որովհետև այնինչ թույլ է տվել իրեն Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում նրա մասին, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ։ Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը հնարավորություն է ունեցել այս երկար տարիների ընթացքում համոզվելու, որ հայկական կողմը ցանկանում է, որպեսզի այս հիմնախնդիրը լուծում ստանա բանակցային գործիքների օգտագործմամբ։ Բազմաթիվ անգամներ այս տարիների ընթացքում հայտարարվել է մեր կողմից, որ վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում նաև հողերի հետ կապված։ Մենք նաև հնարավորություն ենք ունեցել մեր քաղաքացիներին մեր տեսակետը ներկայացնելու, նշելով, որ լիազորությունները ներկայիս վիճակի հետ կապված, հողերի հետ կապված վերապահված է միայն ու միայն ժողովրդին։ Անհրաժեշտ է դադարեցնելու հակասություններ փնտրելու Հայաստանի եւ Արցախի տեսակետների միջև, որովհետեւ այդպիսի բան չի կարող լինել։ Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ եւ մենք չենք կարող ունենալ հակասություններ։ Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ եւ դեռևս այս պահի դրությամբ մենք չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին եւ հիմնական պատասխանը։ Ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ։ Եթե չէ, ուրեմն այնինչ քննարկվում է, այնինչ խոսում է, դրանք առ-ոչինչ են։ Ցանկանում են, որպեսզի այս իրողությունից եւ այս ճշմարտությունից լինի կառուցված թե մեր ռազմավարությունը, թե մեր քաղաքականությունը։ Կարծում եմ, մեր քաղաքացիները, մեր քաղաքական գործիչները, մեր այն հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր մտահոգված են, ովքեր հետաքրքրված են, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք իրականացնենք այն անհրաժեշտ աշխատանքները, որոնք բերելու են մեր հետագա հաջողություններին, նետվեն այդ առաջադրանքների կատարման մի մասը կազմելու։ Եվ դա կլինի ամենալավագույն պատասխանը։ Բավականին արդյունավետ եմ համարում Հայաստանի Հանրապետության նախագահի այցելությունը, որովհետև այս վերջի այցելությունը հնարավորություն է տվել անդրադառնալու մի շարք խնդիրներին եւ մենք մի շարք որոշումներ ենք ընդունել ընթացքում։ Մեր պայմանավորվածությունների մի մասը իրագործվում է արդեն իսկ եւ քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահը քաչ տիրապետում է նաեւ ռազմաճակատի տարբեր հատվածներին, որովհետեւ մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, երբ նա ղեկավարում էր մեր ռազմական գերատեսչությունը,
Օգտագործել ենք նաև նրա փորձը այդ անհրաժեշտ շտկումները իրականացնելու եւ նախանշելու հաջորդ մեր գործողությունները, հետագա մեր հաջողությունները արձանագրելու համար։ Ինչ վերաբերում է իմ պայմանավորվածությանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ես կապ եմ ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հետ, երբ նա առողջական խնդիրներով գտնվում էր Միացյալ Նահանգներում։ Հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, ինչպես նաև առաջարկել եմ, որ Հայաստան վերադառնալուց նա լինի իր հայրենիքի Արցախյան հատվածում, ինչը սիրով ընդունել է, եւ մոտ ապագայում այդպիսի հանդիպում ունենալու եմ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հետ։